Բարև ձեզ, Արար յութուբյան ալիքի եթերում հայրենիք վերլուծական հաղորդաշարն է, ձեզ հետ եմ ես Վարդուհի Ծատուրյանը և իմ հյուրն է այսօր հանրային ազդարար իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սեմյոն Բաբայանը, բարև ձեզ պարոն Բաբայան։ Բարև ձեզ։ Պարոն Բաբայան, տեսնում եմ բավականին պատրաստված եք եկել այսօր և կուզեմ խոսենք, նախորդ անգամ մենք խոսել ենք դասագրքերի մասին հանրակրթական դպրոցի, մի փոքր որպեսզի մեր հետևորդները հիշեն, ինչի մասին է խոսքը, անդրադարձ ունենանք հանրակրթական դասագրքերում ինչ խնդիրներ կային և արդյոք այսօր հասել եք այնպիսի փուլի, որ կարողանան շտկել այդ թերությունները։ Միանգամից ասեմ, որ մեր նախորդ հանդիպումները, ինչպես նաև այլ լրատվականների հետ հարցազրույցների ընթացքում, ես նշել եմ այն իրավիճակը, որը հայտնվել է մեր սերունդները կրթության մասով և այդ իրավիճակից դուրս գալու ճանապարհներ եմ առաջարկել։ Ինչով է պայմանավորված այսօրվա հարցազրույցը մեր, նրանով, որ երեք չառաջոր երկու դատավարական գործընթացներից մեկը ավարտ ունեցավ և ոչ ցանկալի արդյունքով, այսինքն բողոքս մերժվեց։ Այդ մասով մի քանի բան կուզենայի հետագայում ասել, եթե հարցեր կա, լսում եմ։ Ինչու մերժվեց և ինչն էր խնդիրը, ինչու եք բողոքել, սկսենք դրանից։ Լավ, որպեսզի ներկայացնեմ հիշեցման մասով, նաև մեր տեսահոլովակի մեջ կլինեն այն դասագրքերը, որոնց մասով ես խոսում եմ, որովհետև խոսալով դասարանի դասագրքերը ունենք ալտերնատիվ դասագրքեր, որ սխալ դյուրը ըմբռնում չլինի, կպատկերվի այդ դասագրքերը։ Խոսքս հիմա երկրորդ դասարանի մայրենի, երրորդ դասարանի մայրենի, հինգերորդ դասարանի մայրենի, ինչպես նաև 7-րդ դասարանի պատմության դասագրքերի մասին է։ Իսկ եթե մենք խոսում ենք շարունակական բնույթի մասին, որ այդ սխալանքները դեռևս աղաղակելուց հետո հանրության կողմից, իրավապաշտպանների կողմից և շարունակական անհանդուրժողական պայքար մղելուց հետո իմ կողմից որպես իրավապաշտպան չշտկվեցին և հետագայում կրեցին շարունակական բնույթ, խոսում եմ 8-րդ դասարանի կոնկրետ պատմության դասագրքի մասին և 9-րդ դասարանի նախնական զինվորական պատրաստության դասագրքի մասին, որտեղ սխալանքները անհամաչափ էին, ինչի եմ ասում անհամաչափ են նաև 7-րդ, 8-րդ դասարանի պատմության մասով, բայց քանի որ ես ինքս պատմության մասնագետ չեմ, ես մասամբ կանդրադառնամ այդ խոտանին և կոնկրետ մենք խոսանք նաև նախնական զինվորական պատրաստության մասին և նախնական զինվորական պատրաստության ճակատագրի մասին մենք խոսանք, նախապես առաջ ընկնելով ասեմ, որ նախնական զինվորական պատրաստություն առարկան ի զարմանս որոշ մանկավարժների, մասնավորապես զինղեկների 26 թվականի սեպտեմբերից անվանափոխվելու է ըստ էության, դառնալու է անվտանգ կենսագործունեություն և արտակարգ իրավիճակների ընդամենը ուսմունք, որը բացառելու է պատերազմ բառը և այլ, այսինքն մենք պատրաստում ենք մի սերունդ, որը չի պայքարելու բնավ իր պետության, հայրենիքի համար, այդ բազան պատրաստվում է, թե ինչպիսի բովանդակությամբ այս դասագիրքը կլինի և արդյոք այդ դասագրքերը կփոխվեն միանշանակ, որովհետև հարցում պատասխանի միջոցով պարզ է, որ ՆԶՊ առարկա չի լինելու, լինելու է անվտանգ կենսագործունեություն, որտեղ պատերազմի մասով խոսացվելու է, որ պատերազմը դա ընդամենը արտակարգ իրավիճակ է։ Այսքանը։ Տեսեք, դուք ներկայացրեցիք դասագրքեր և հանրակրթական դասագրքերի առարկաներին անդրադարձ ունեցաք հայոց լեզու, պատմություն և ռազմագիտություն առարկաներ։ Այսինքն այս երեք առարկաները այժմ կարծես թիրախի տակ են, որը մեզ համար առաջնային է, մեր ժողովրդի համար գոնե թե։ Հիմա ես կուզեմ անդրադարձ ունենանք նրանց բովանդակությունը խեղաթյուրելով կամ փոխելով։ Ինչ արդյունք կհասնենք։ Ես ասեմ, որ շատ ճիշտ հարցադրում տվեցիք,
Դերևս դասագրքերի ծավալը, բովանդակությունը, այսինքն ուղղությունները կարող է ել ավելի մեծը լինի խոտանի առումով, թող ներեն ինձ այն մանկավարժները, որ ես չեմ մաթեմատիկայի մասին օրինակ խոսում, որտեղ ադիբուդի կամ գումարային ինչ-որ բանի մասին էին խոսում, թող ներեն այդ մանկավարժները։ Նաև ես նախորդ հանդիպման ժամանակ ասացի, որ մանկավարժները պետք է բարձրաձայնեն այս խնդիրները եւ այս իրավաչափությունը հաջորդականությունը կայանում է նրանում, որ այն շղթան պետքա ձևավորեր առաջնահերթ ներկայացուցիչը, երեխայի ներկայացուցիչը, այսինքն ծնողը։ Ծնողից պետք է անցներ մանկավարժի, մանկավարժից պետք է անցներ դպրոցի տնօրենին եւ համախառն այս դպրոցի տնօրենները պետք է ըմբոստանային եւ դիմեին ԿԳՄՍ նախարարին։ Ցավոք մենք այդ սցենարը չտեսանք այս իրավիճակի զարգացումների մասին, որովհետեւ ասեմ, կա վախ։ Տնօրենների մոտ ավելի մեծ վախ կա, խորհուրդ եմ տալի տնօրեններին այդ վախը չափել տալ, իսկ մանկավարժների մոտ նույնպես վախ կա աշխատանքից ազատվելու, մի բան խոսալուց հետո եւ այլ, այդ վախի մասին եմ խոսում։ Բայց ես կուզենայի ասել, որ եւ ծնողները եւ մանկավարժները առաջնահերթ պետք է ունենան մտավախություն, որ հայրենիք եւ պետություն են կորցնում։ Սա է կարևորը այս մտավախությունների շղթայի մեջ, որը այսօր ինչ-ինչ պատճառներով, արդեն հոգեբանական ես չեմ խորանում, այսօրվա իրավիճակում ունենք այն ինչ որ ունենք։ Ունենք հարմարվելու արվեստը ճակերտավոր, որը այսօր բնակչության կողմից կամ ազգի կողմից, ես չէի նշի ազգը, այլ բնակչության կողմից ձևավորվել է։ Եվ գնալով սա զարգանում է, որը վտանգավոր է։ Ես ամենավտանգավորը համարում եմ այն հանգամանքը, որ գործի են անցել եւ անցել են 7-8 տարեկան երեխաներին։ Սա անթույլատրելի է։ Եվ եթե թույլ տաք միանգամից անցնեմ այն իրավական նորմերի, որոնք խախտվել են այսօր մեր պետությունում, մեր վարչական մարմինների կողմից, ձեր թույլտվությամբ ասեմ։ Իրավաբանական հիմնավորմամբ, գոյություն ունի վարչական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդված, որը նշանակում է, որ դատարանը նշանակում է փորձաքննություն այն դեպքերում, երբ գործի լուծման համար անհրաժեշտ են հատուկ գիտական եւ արհեստագործական գիտելիքներ։ Ցավոք, վարչական դատավարությանը մինչև հասնելը ես նաեւ քրեական մասով հաղորդումներ եմ տվել բազմաթիվ, բազմամակարդակ այն անձանց հանդեպ, որոնք կապ են ունեցել այս ամեն ինչի արդյունքում։ Եվ ասեմ, որպես դրական իմաստով, այս իմ գործընթացը, որը չի ուզենա ասեի եզակի է, բայց զգաստացրել է այն մարդկանց, այն կամակատարներին, որոնք պատրաստ են պատվերի դիմաց, նույնիսկ հանդգնել երեխաների վրա։ Շարունակեմ։ Վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով դատավորը, մենք խոսում ենք արդեն դատի մասին, ex officio լատինական այս դրույթով պարտավոր է սեփական նախաձեռնությամբ ձեռնարկել միջոցներ, ձեռք բերելու անհրաժեշտ ապացույցներ, եթե կողմերը չեն կարողանում դա անել։ Իսկ հիշեցնեմ, որ խոսքս նրա մասին է, որ դասագրքի վրա այրվում է Հայաստանի պետական դրոշը, ներկայացվում է որպես վրիպակ, 24 թվականի սեպտեմբերի 3-ին դա պարզ եղավ, որ վրիպակը ճակերտավոր մտել է դպրոց։ Եթե մտել է դպրոց այդ վրիպակը, բնականաբար վարչական մարմնի ղեկավարը, ԿԳՄՍ նախարարը պարտավոր էր այն հետ կանչաներ, առավելևս, որ այդ պրակտիկան արդեն իսկ եղել է։ Հիշեցնեմ մեր դիտորդներին, որ այդ նման պրակտիկա եղել է 19 թվին, երբ որ դասագրքի գույնաբաշխման արդյունքում նորից ճակերտի մեջ են վեցնում, ադրբեջանական դրոշը հայտնվեց դասագրքի վրա, գույների հերթականությունը, կապույտ, կարմիր, կանաչ, փոխարենը հայտնվեր կապույտ, կարմիր եւ ծիրանագույնը։
Պատկերացնում եք գույնաբաշխումը ինչպիսի շեղում էր կրել դեռևս 19 թվականին, չնայած հանրային աղմուկի այդ դասագիրքը, որը արտադրվել էր, եթե չեմ սխալվում, 792 օրինակ, տիրաժը հանվեց շրջանառությունից, բայց ասեմ, որ այսօր դախրչիները այդ դասագիրքը վաճառում են։ Այսինքն ոչ միայն ինքը չհանվեց շրջանառությունից, հանվեց, բայց նույնպես դա վաճառքի առարկա է։ Ես նմանեցնում եմ այդ իրավիճակը, երբ որ ասենք կեղծ թղթադրամներ կամ դոլարներ տպվի, հետո ասեն, գիտեք, ծախս են կարել դոլարների վրա, տպողը, ու ասի թող շրջանառության մեջ լինի։ Դա ինչ է եղել որ։ Հարգելիները, սա քրեական հոդվածով նախատեսված է թղթադրամների դեպքում։ Շարունակեմ։ Պետք է հիշել միեդի պրակտիկան, մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան, Մանթովանելլի խոսույթով, մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ փորձագետի նշանակումը պետք է համապատասխանի զենքերի հավաստիության սկզբունքին, եթե պետական մարմինը տիրապետում է բոլոր ռեսուրսներին, դատարանը պետք է ապահովի անկախ փորձաքննությունը։ Մի ասեմ ինչի մասին է խոսքը։ ԿԳՄՍ նախարարությունը այդ վրիպակոտ դասագրքերը տպելով առաջնորդվել է իրավական նորմերին, հա, դա 20N հրամանն է, 22 թվականի կարող եմ ուղղակի որպեսի չանդրադառնանք դրան, հետագայում կտպենք այդ իրավական նորմերը, նաև 08N հրամանի եւ 06 հրամանի համապատասխանորեն, որոնք հաստատվել են կառավարության եւ ԿԳՄՍ-ի կողմից որպես որոշում 23-25 թվականին։ Ընդ որում 22 թվականի այս հրամանը վերափոխվել է 25 թվականի այդ հրամանի եւ ամենևին չի գնացել օրենսդրության լավարկում։ Ես կասեի գնացել է վատարկում։ Պատկերացնում եք մի իրավական դաշտ, որ ոչ թե լավարկվում է, ոչ թե պրոգրես է լինում, այլ գնում է ռեգրես։ Սա իրավական հիմնավորման մասով։ Եվ առաջնահերթ դուք երևի այդ հարցն էլ կտաք, որ ոնց է կատարվում ընդհանրապես գրքերի հրատարակչությունը։ Ես պարզապես սկզբունքների մասին էի ուզում խոսել, այո, շատ ճիշտ է, դրա մասին անդրադարձ կանեմ։ Քանի որ մենք հենց նախորդ սկզբունքն է, ինչ սկզբունքով պետք է ընտրել դասագրքերը, թեմաները եւ այլն, դրա համար մասնագիտական խումբ պետք է լինի, որը փորձառություն պիտի ունենա եւ կարգավորում պետք է լինի իրավական նաեւ։ Արդյոք տեղյակ եք։ Իհարկե, դրա մասին տեղյակ եմ, խորացած եմ եւ շատ կասկածելի բաներ են հայտնաբերել, որը թերևս նաեւ իրավապանների զբաղվելու առարկա են, որոնց մասով նաեւ դիմել եմ իրավապաններին, նաեւ սոցիալ նախարարություն, ոստիկանություն եմ դիմել եւ դիմել եմ պետական վերահսկողության ծառայությանը, հաշվեկնիչ պալատի, քանի որ եթե խոտանը մտնում է եւ խոտանը հետ կանչվել, սա տնտեսական հանցագործություն է նաեւ։ Պետական միջոցներին վատնում, պետական կարիքների համար խոսույթով տպված դասագիրքը դառնում է խոտան, տնտեսական խոտան, որը մենք կանտեսենք, որովհետեւ առաջնահերթ մենք խոսում ենք սերունդների կրթման համար եւ անդրադառնամ սերունդների կրթման մասով։ Այո, որովհետեւ մի ուրվագիծ են այստեղ հիմա իրենք վերցնում, կրթվելը նորաձև է, բարենորոգումներ են անում, բարեկարգումներ են անում դպրոցներում։ Կուզեմ սրան անդրադառնալ, արդյոք կրթությունը այսօր առաջնահերթություն ունի մեր երկրի համար։ Ասեմ, որ նույն եվրո, ասենք, մարդու իրավունքի եվրոպական դատարանը եւ մարդու իրավունքի պաշտպանը, հա, միջազգային առումով նույնպես ունի, որ կրթությունը, որը տրվում է երեխաներին, պետք է լինի պատշաճ։ Դրա մասին մենք խոսանք դեռևս, հա, պատշաճ պետք է լինի եւ ծնողը իրավունք ունի պահանջել պատշաճ կրթություն, հա, իրականում։ Եվ եթե վարչական մարմինը չի կատարել իր պարտականությունը, բնականաբար ծնողը նաև
կոլեկտիվ միասնական առումով իրավապաշտպանը իրավունք ունի դիմել դատարան։ Եվ ինչ է պարզվել 3 առաջ օրը, որը նաև ուզում եմ ձեր հետ կիսվեմ։ Դատական նիստը, որը վարում էր վարչական դատարանի շատ պատրաստված արժանի անձնավորություն Զարիկյանը բացահայտեց այն, ինչ անակնկալի բերեց ինձ, եւ ես ուզում եմ դրանով կիսվել նաև մեր հանդիսատեսի հետ։ Պարզվում է, որ վարչական մարմինը ինչ որոշում կայացնի, ոչ թե ծնողը, այլ ՀԿ-ն իրավապաշտպանը իրավունք չունի դա դատի տալի։ Խնդրեմ, լսենք այս պահը, ընդամենը մի քանի 10-20 վայրկյան է։ Որպես իրավաբանական մարդ, ինձ կողմից հարցերը հնչեցին։ Մասնավորապես նորից եմ ստուգում այն հարցը, թե վարչական դատավարության օրենսգիրքը ուղիղ ասում է հասարակական կազմակերպությունները երբ կարող են դիմել դատարան։ Եվ երկու ոլորտ է առանձնացնում, մեկը շրջակա միջավայրի պաշտպանություն, մյուսը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն։ Կրթության ոլորտի պաշտպանությունը վարչական դատավարության օրենսգիրքում ներառված չէ որպես ոլորտ, որի պաշտպանությամբ կարող է Հասկացաք ինչա տեղ ունեցել։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք կրթության կամ իրավական պրոցեսների մասին, գործում են միջազգային կոնվենցիոն կամ միջազգային նորմերը եւ կոնկրետ ինձ համար, որպես Հայաստանի քաղաքացի, գործում է նախ սահմանադրությունը, սա է, հա, կարդում ենք։ Կրթության իրավունք, յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Պարտադիր կրթության ծրագրերը եւ տերողությունը սահմանված են օրենքով։ Ուսումնական հաստատությունների միջնակարգ կրթություն անվճարը։ Յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված դեպքերում կարգով ունի մրցույթային հիմունքներով պետական բարձրագույն կրթություն, սա արդեն բարձրագույն կրթության մասին է, եւ եթե կրթությունը խաթարված է, ծնողը կամ ծնողների կոլեկտիվ հայտը կարող են ներկայացնի իրավապաշտպանը կամ փաստաբանը կամ ներկայացուցիչը, իսկ իրականում պետք է պետական ացիաները սրա մասին հոգան։ Եվ կարդամ երեխայի իրավունքները նույնպես 37-րդ հոդվածը կարելի է միջբերել, բայց ես կանդրադառնամ 36-րդ հոդվածի ծնողների իրավունքների եւ պարտականությունները։ Ծնողները իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, կրթության, առողջության, լիարժեք եւ ներդաշնակ զարգացման համար։ Մասնավորապես ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարել միայն օրենքով, դատարանի որոշմամբ, երեխայի կենսական շահերը ապահովելու նպատակով։ Մենք ունենք այսօր ԿԳՄՍ նախարար, որը մասնագիտությամբ չգիտեմ ինչ կարգի հոգեբան է, բայց ոչ մանկավարժ, որը ասում է ծնողը պետք է չորոշի, թե ինչպիսի դասագրքերով պետք է դասավանդել իրենց դպրոցում երեխաներին։ Լավ, ովքեր են որոշում ի վերջո եւ ովքեր են վերահսկում այդ գրքերը միջև դպրոց դուրս գալը, չէ՞ որ պետք է վերահսկող հանձնաժողով լինի եւ հաստատի, որպիսի խոտանները, բաց թողումները տեսնելու դեպքում նույնիսկ չհասնեն դպրոց։ Ինչու են այսօր անգործությամբ զբաղված այդ բոլոր օղակները։ Մենք խոսանք էլի այդ վախի մթնոլորտի մասին եւ պատվերի վերադասի մենք տեսանք Լավ, տեսեք, մենք պաշտոն են զբաղեցնում եւ որոշակի գործառույթներով են օժտված այդ մարդիկ եւ այդ գործառույթների շրջանակներում են իրականացնելու իրենց գործողությունները։ Վախի մթնոլորտը ո՞րն է։ Ճիշտն ասած, վախի մթնոլորտը նաև ամրապնդված է պարգևավճարի հիմունքներով, որ եթե լավ ես կատարում պատվերը, տվյալ դեպքում ես պատվերի նկատի չունեմ ինչ-որ մի վատ իմաստով, դու պարգևատրվում ես։ Եթե խոնարհ ես լինում վարչական մարմնի ղեկավարին, քեզ սպասում է պարգևավճար։ Սա հետաքրքիր ձև է, որը դեռևս մշակվել է ինձ համար։ Ես մի անգամ հաղորդաշարի մեջ նշել եմ, հա,
անպատասխան կինոյի Սպիլբերգի ֆիլմը, երբ որ ես դիտել եմ, ինձ համար սարսափելի էր այն երևույթը, որը կոչվում էր պատվեր։ Այդ ֆիլմի մասին ես մի քանի անգամ ասել եմ, երբ որ պատվերով սկսում են մարդիկ գործողություն անել։ Մինչև մարդասպանություն, մինչև հանցագործություն, եւ այդ ֆիլմում ինչ որ մեկը պատվերի մեջ նույնիսկ պատվեր է գալիս, որոնք ինքը մինչև այդ կատարումը սպանել սեփական հորը։ Եվ ավարտեն, եւ երբ որ պարզվում է, որ ինքը հրաժարվում է այդ պատվերը կատարելուց, դա ֆիլմի մեջ, պարզվում է հայրը ստացել է նույն պատվերը սպանել իր որդուն։ Ստիվեն Սպիլբերգի ես անունը ցավոք մոռացել եմ, բայց այն ժամանակ այդ ֆիլմը դիտելիս ես շատ ցնցված էի եւ չէի կարծում, որ դա կարող է իրականություն դառնալ։ Ես չէի կարծում, որ օրինակ Կապիկների մոլորակը ֆիլմը կարող է ինչ-որ մասով իրականություն դառնա, եթե ոչ կոմպետենտ, ոչ պատշաճ մարմնի ղեկավարը, որը գիտակցաբար կամ դիտավորյալ կատարի ինչ-որ գործողություններ, որոնք չեն բխում պետության շահերից։ Ես չէի գիտակցում։ Եվ նույն իմ կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ եմ մտցրել, որոնցով ես կարող եմ մոնիտորինգ անեմ, հետ կանչ պարտադրեմ ԿԳՄՍ նախարարությունը, ես այդ լիազորությունը ունեմ 7 կետով, սակայն դատավորը ասում է, որ հկան իրավունք չունի նույն օրենքի, վարչական դատավարության օրենսգրքի 3 հոդվածով վարչական դատարան դիմելու իրավունքը։ Ուշադրություն, ստեղ կա 1-1 կետ, կարդում եմ, ստեղ է գտնվում այդ 1-1 կետը, որտեղ նշվում է հասարակական կազմակերպությունները վարչական դատարան կարող են դիմել սույն օրենսգրքի 29.3 գլխով նախատեսված դեպքերում, որը արգելում է ԿԳՄՍ-ին օրինակ դատի տալ, ընդհանրապես դու կարող ես բողոքես շրջակա միջավայրից կամ հաշվանդամների իրավունքներից կարող ես։ Մնացած դեպքերում վարչական մարմինը դառնում է, չգիտեմ ոնց ասեմ, Աստված, ինքը ինչ որ որոշում է, դա պետք է կատարածվի։ Ինչքան ուզում ես դու չուզենաս, որպես անձ, որպես իրավապաշտպան, դու պետք է ենթարկվես այդ որոշումների։ Եվ ստեղ շատ կարևոր է, որ ես նշեմ, որ նաև մի քիչ առաջ անցնեմ, ասեմ, որ նաև օրենսդրությամբ չենք անդրադառնում, ես այս օրենքներն եմ 3 սյունակով առանձնացրել, որտեղ կարևորել եմ այն հոդվածները, որոնք խաթարվել են, խախտվել են այս դասագրքի ստեղծման առումով։ Ոչ թե իրավական ակտերը, որոնք պետք է բխեին սահմանադրությունից, կրթության մասին օրենքից, հանրակրթության մասին օրենքից, այլ չբխելով դրանց, նրանք արել են ինչ-որ այլևայլություններ, որոնք հնարավոր են դարձրել այսպիսի խոտանները։ Հա? Հիմա ասենք առաջ, այսինքն մի այլ դեպք է, այստեղ մենք տեսնում ենք, որ մարդ կարող է որոշում ընդունել եւ անպատժելի մնալ։ Կարող է պաշտոն զբաղեցնել, թերանալ եւ դրա համար ոչ մեկ չասի դու պաշտոնդ ազատիր, որովհետեւ չես համապատասխանում այդ հաստիքին, դուրս արիր։ Եվ այստեղ ստացվում է, որ ծնողն էլ եթե բողոքի, ձայնը լսելի չի լինելու, դրա համար էլ մարդիկ միգուցե լռում են։ Այստեղից հետևություն, որ այնպիսի մի մեխանիզմ է ստեղծված, որտեղ քաղաքացին, ինչպես դուք նաև որպես հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան չեք կարողանում պաշտպանել շահեր։ Ես ասեմ, ես բացի նրանից, որ իրավապաշտպան եմ, նաև փոփոխված կանոնադրությամբ իրավունքներ ունեմ, որը չունի հասարակ քաղաքացին, չնայած հասարակ քաղաքացին ունի ավելի լայն իրավունքներ համեմատ իրավապաշտպանի կամ վարչական մարմնի, ձեզ ասեմ, այդ գաղտնիքը ասեմ նաև ծնողների, այն ինչ որ իրանք ունեն, որպես ծնող, իրենց իրավունքները ոտնահարելու, իրենց երեխաների իրավունքները ոտնահարելու եւ անգամ ուսուցիչը գոռալուց հետո հայտնվում է մի հատ կոլապսի մեջ, հա, հիշենք Մերձավանի դեպքը, հա, ես միշտ այդ դեպքը պետք է հիշեմ,
որովհետև Մերձավանի դեպքից հետո մենք տեսանք պառակտում, ժողովրդի պառակտում, որը նույնպես հետաքրքիր մոտեցում է, որի արդյունքում, որովհետև սերունդների պառակտումը դեռևս մենք տեղափոխեցինք 8-7 տարեկան պառակտումը։ Այսինքն մենք ունեցանք այն պառակտումը, որ ժողովրդի մի մասը ասում էր ուսուցիչը մեղավոր է, մի մասը ասում էր երեխաներն են մեղավոր։ Այն 8 տարեկան երեխեն, որ ասում էր այո, ուսուցիչը մեզ վատ բաներ է սովորացնում, պատշաճ չի, որպես ուսուցիչ ես իմ ինչեր է ցույց տալի, բումաժնիկը հանում է, ցույցատալի, որ ինքը փող չունի, մոտավորապես այտենց, եւ երբ որ պարզվեց նաեւ ուսուցիչը ինչ որ այլ նպատակ ունեցող նաեւ պատմության ուսուցչուհի էր ինքը, ասում էր, աղավաղում էր այն, ինչ որ հիմա ներկայումս կատարվում է, եւ չգիտես ինչի իրավապաշտպանները եւ մարդու իրավունքի պաշտպանը եւ մարդու իրավունքի հանձնաժողովը ազգային ժողովի եւ ԿՊ խմբակցությունը միանշանակ այդ կնոջ աջակցմանը անցան, ես աջակցեցի երեխաներին, որովհետեւ այդ երեխան, որին նսեմացնում էին կայքերով, վաղը պետք է լինի հայրենիքի պաշտպան։ Այն երեխան, որը այսօր դատապարտված է երկու զույգ եղբայրներից, վաղը պետք է պաշտպանի հայրենիքը։ Արդյոք ինքը այս դառը հարվածը տեսնելուց հետո կպաշտպանի այդ հայրենիքը։ Հոգեբանորեն անդրադառնանք այդ դեպքին, դեպքը կոչվում էր Ռոզա Դավթյան հայտնի պատմության ուսուցչուհին, երբ որ հարցումով պարզվեց հետագայում, որ տվյալ կինը միմիայն Արմավիրի մարզում աշխատել է մի 6-7 ամսվա ընթացքում, 6-7 ամսվա ընթացքում մի քանի դպրոցներում եւ երկուսում 1.5 կամ 2 ամիս է ինքը աշխատել, այսինքն ինքը ունեցել է խնդիր, հոգեբանական խնդիր, մանկավարժ լինելու խնդիր, որը նույնպես ես չեմ բացառում, որ մեր մեջ էլ կան մանկավարժներ, որոնք պետք է հասնեն այն աշխան, երբ որ արդեն իրենց հակացուցվածը դասավանդել է, օրինակ Ճապոնիայում 10 տարի թե 20 տարի եթե մարդը մանկավարժ է աշխատել, անգամ ընտրությանը լսել եմ այդպես բան, չգիտեմ, իրակ, անգամ ընտրելու իրավունքից է։ Տեսեք, դուք պարբերաբար ներկայացնում եք խնդիրներ ու դեպքեր, որոնք վերահսկողության բացի արդյունքում են դառնում հանրային խնդիր նաև։ Հիմա ուզում եմ անդրադարձ ունենալ նաև այն դպրոցներին, որոնք ներկայացվում են վերանորոգվում են դպրոցներ, սակայն մենք տեսնում ենք շատ դպրոցներ փակվելու վտանգի առջև են կանգնած։ Տեսնում ենք մշակութային տներ, թատրոններ, որոնք փակվում են։ Կրթահամալիր, որը վերջերս նաև կրթահամալիրի տնօրենը հանդես եկավ, որ խնդիր է առաջացրել կրթության նախարարությունը եւս վերահսկողությունից դուրս է նայում են օրենսդրական բոլոր կարգավորումները տեղում են եւ էլի թերացել են այս խնդիրների դեմ որևիցե մի լուծում առաջարկ այսքան պայքարել եք տեսնում եք ասեմ որ դա մասնավոր խնդիրներ են նույն այդ ձեր նշած դպրոցի տնօրենի կամ աշխատակազմի վերաբերյալ որոշ ինստիտուտների Բրյուսովի ինստիտուտը եղավ տենց իրավիճակ ինստիտուտների միավորման խնդիրներ եղավ, ուսանողական քաղաք տեղափոխելու ինստիտուտների շենքերը վաճառքի անելու խնդիրներ եղավ, դրանք լրիվ մասնավոր են, ավելի խորը պետք է տեսնել, եւ դատարանը, եւ հասարակությունը, այդ փակվելու արդյունքում կրթությունն է դժվում։ Միանշանակ, դրան կանդրադառնանք, ես ուզում եմ թեման ավարտին հասցնենք, ինչ որ բան եւ հարակից ածանցյալ թեմաների մասին նույնպես խոսանք։ Ասեմ, որ ոչ միայն ես եմ դատի տվել, ես ասում եմ, որ ես եմ դատի տվել, իրականում դատի է տվել նաև Արա Զորաբյանը, 7-րդ դասարանի պատմության դասագիրքը, ես նաև ներառել եմ իմ հայցադիմումի պահանջի մեջ այս դասագիրքը, բայց պարզվում է որպես պրոֆեսիոնալ Արա Զորաբյանը հասել է նրան, որ արդեն իսկ իր դատը առաջի ատյանի վարչական դատարանում, ասեմ մնացածների վարչական գործ
թիվ VD 2914-09-24 ավարտված է։ Որոշումը ընդունվել է շրջանառությունից հանել ոչ իրավաչափ ճանաչել այդ հրամանը, որով այդ դասագրքերը մնացել են դպրոց, եւ ինչ է շատ տարօրինակ է, Վարդուհի ջան, որ բողոքարկվել է այդ որոշումը ԿԳՄՍ-ի կողմից։ Այսինքն համ վրիպակա, ամփոփության, դիտավորության, թողնենք մի կողմ, ինքը ստեղծում, համ չի կատարում համապատասխան օրենսդրական նորմերը, սահմանադրություն, հանրակրթության մասին օրենք, նաև հանրակրթության մասին օրենք, կրթության մասին օրենք, նաև իրավական ակտերը, որի մասին ես նշեցի, ունի իր թերացումներ ընթացակարգային, որովհետև ասեմ, մինչև դասագիրքը մտնի դպրոց, նա անցնում է փորձագիտական եզրակացություն, որը իսկ պահանջել ենք մենք ասելով արդեն ունեցանք մի համախոհ, հա, դա մարդու իրավունքի պաշտպանի ինստիտուտն է Հայաստանում դեռևս, որը դիմել է կրթության գիտության նախարարություն փորձագիտական եզրակացությունները ստանալու մասով եւ ստացել է պատասխան, որ դա հրապարակման ենթակա չի։ Այսինքն կարելի է երեխաներին ոչ պատշաճ կրթություն տալ, ծնողների իրավաչափ պահանջին տալ այդ փորձաքննությունը ինչ որ իրավական ոչ թե նորմով, այլ ակտով ասեն, որ սա հրապարակման ենթակա չի։ Երբ որ մարդու իրավունքի պաշտպանը նաև ես հարցադրում ենք իսկ ինչի իման վրա, ասում են, որպեսզի չթիրախավորեն ուշադրություն փորձագիտական եզրակացություն տվողներին։ Իսկ ստեղ հարց է առաջանում, եթե եզրակացություն տվողին թիրախավորես, առաջներ պետք է թիրախավորես դասագրքի հեղինակին, տվյալ դեպքում ասենք Սմբատ Հովհաննիսյանին, հա, թողներին Սմբատ Հովհաննիսյանը մեկ-մեկ Թ տառը փոխում եմ այլ տառով, հա։ Տեսեք, անձերին չեմ ուզում անդրադառնալ, անդրադարձ ենք ունենում գործերին եւ դրա հետևանքին, որովհետեւ շատ հաճախ այո, մենք կենտրոնանում ենք անձերի վրա, բայց գործերն ու հետևանքներն ենք այսօր մենք բարձրաձայնում ի վերջո։ Հետևանքները գնում են անձերից։ Եթե մենք պախարակենք, հորդորենք կամ ասենք, որ չի կարելի նման բան անել, երբ որ վատ արարքը, դավաճանությունը պատժվի օրենքով կամ հասարակության կողմից, վստահեցնում եմ ձեզ, այլևս դա չի կրկնվի։ Բայց եթե չենք պատժում վրիպակները, պատահականությունները ադրբեջանական դրոշի գույների, օրինակ երկրորդ դասարանի մայրենի ամբողջ էջի երկանքով գնում է այդ գույների հերթականությունը, նորից նշեմ, կապույտ, կարմիր եւ կանաչ, կարող էին ծիրանագույն անել։ Լավ, ինչ անել ի վերջո, գանք ասեմ, երբ որ ԿԳՄՍ մարմինը արդեն վիճարկում է վերաքննիչ դատարանում, որ չէ դասագիրքը պետք է մնա, մարդու իրավունքի պաշտպանին ինձ որպես ծնող եւ իրավապաշտպան ասում է, դեռևս 3-ից 7 տարի մնալու է սա դասագիրքը շրջանառության մեջ, դա նշանակում է ոչ միայն այդ տարվա աշակերտներն են տուժում, այլ տուժումը ընդհանրապես ասեմ մեր հանդիսատեսին, որ յուրաքանչյուր դասարանում չնայած գնալով քչանում է այդ թիվը առաջի դասարանցիների ծնելությունից ելնելով անպատասխան էս մոտեցման, հա, երբ որ տեսնում են երեխաները պաշտպանված չեն, որ ծնողը կուզենա շատ երեխա ունենա։ Երբ որ տեսնում են, որ վարչական մարմինը չի կատարում իր լիազորությունները, ինչի պետք է կրթությունը դառնա այն ձևաչափով, որ տրվում է, կրթությունը պետք է լինի պարտադիր։ Բայց ես կնշեմ, որ նաև որ այն պետք է լինի պարտադիր այն պետական ացիաների համար, որոնք որոշում են կայացնում։ Ոչ թե նորաձև, այլ պարտադիր։ Դրա մասին ես նույնպես կասեմ, հետո կանցնեմ ձեր երկրորդ մասին։ Նախ ինչպեսի լուծում եմ ես առաջարկում եւ դիմել եմ այն գործիքակազմին, որը դիմել եմ։ Միայնակ առանց ինչ-որ մեկի աջակցման, չնայած ունեմ փաստաբաններ, աջակցողներ ունեմ,
փոքրականակ, բայց ես ուզում եմ հիշեցնեմ մեր ծնողներին, եթե վերցնենք, որ ամեն դասարանում որոնք առնչվում են այս դասագրքերի, այն որում ասեմ նաև ալտերնատիվ դասագրքեր կան, բայց դա չի վերաբերվում պատմության դասագրքերին։ Փաստորեն պարզվում է մեր պետության մեջ պատմություն իմացող մենակ Սմբատ Հովհաննիսյանն է, որ այսօր մանկավարժականում թե համալսարանում ամբիոնի վարիչի պաշտոնակատար նշանակվեց, որ այդ գիծը տանվի, հա, հասկանում եք։ Եվ դասագիր գրողներ չկան, այսինքն մարդիկ, որոնք ունակ են դասագիր գրել, հա, ՆԶՊ առարկայից, հա, եւ այնտեղ ես ցուցադրել եմ մայորը գնդապետը, հա, ասենք էպիդեմիան դա օդերևույթաբանական վտանգավոր երևույթ է, հա, որ արտակարգ իրավիճակը, որը մի խոսքով այդ վրիպակները եւ ես դիմեցի Պաշտպանության նախարարությանը, ազգային ժողովի անպատասխան հանձնաժողովին, որ եթե գիրքը չի ստացվում քո մոտ, հա, մի հատ տենց անեկդոտ էլ կա։ Ասում է դու աղցան է ավելի լավ է, համապատասխան խմիչք մի լիցրու, ձեռները դողում է։ Եթե չես կարող գիրք գրել ՆԶՊ առարկան, Պաշտպանության նախարարությունը թող գրի։ Ունի լիքը գրականություն, համապատասխան մասնագիտական, ունեցել ենք 3 ինստիտուտ Հայաստանում, հիմա 2-ն են մնացել։ Ռազմավարական հետազոտությունների։ Բայց մենք պատմաբանական ամբիոն ունենք բավականին։ Միանշանակ, բայց ես խոսում եմ ՆԶՊ առարկայի մասին, հասկանում եք։ Երբ որ Աշոտ Մելքոնյանը տալիս է եզրակացություն կարծիք ակադեմիկոս Պատմության ինստիտուտի տնօրեն, նախկին տնօրեն, մի 10 օր առաջ իրան հանեցին այդ պաշտոնից։ Երբ որ Հայկ Դեմոյանը որպես դոկտոր պատմության գրում է կարծիք, որ սա չի համապատասխանում մեր պատմությանը, իսկ ԿԳՄՍ-ն ասում է, գիտեք, փորձագետներ են ստորագրել։ Եվ ասում ես, այդ ովքեր են այդ փորձագետները։ Միգուցե դրանք փորձանքագետներ են։ Ասում է, չի թիրախավոր, մի թիրախավորեք։ Հրապարակման ենթակա չի։ Դատաքննության ընթացքում ես պահանջելու եմ եւ պահանջել եմ այդ բոլոր փորձագետների ի հայտ բերելը իրենց կոմպետենցիաների մասին։ Տեսեք, պարոն Բաբայան, հիմա մենք խոսում ենք խնդիրների մասին, հա, ուզում եմ հակիրճ ներկայացնենք, որտեղ ժամանակը սպառվել է մեր։ Պարզապես մենք խնդիրների մասին ենք խոսում, լուծումներ չենք առաջարկում։ Իսկ միգուցե, հա, լուծումը առաջարկեք, որպեսզի նաև հասկանան, որ միայն խնդիրները չենք բարձրաձայնում, նաև դրա լուծումը կա, խնդրեմ։ Լուծումը հետեւյալն է։ Իրականում նշված բոլոր մարմիններին գումարվում է հետեւյալ ցուցակը, օրինակ, կրթության հանձնաժողով, ազգային ժողով, հա։ Մենք նշեցինք կոալիցիա, որը իրավաբանական առումով առաջացել է դատարանում, որ ՀԿ-ն կամ ծնողը այն լիակատար իրավունքները չունի, իրականում ՀԿ-ն համապատասխան հոդվածի համաձայն, որը կարող է փոխվել պետաիրավական հանձնաժողովի կողմից, ազգային ժողովի, որի նախագահն էր Վլադիմիր Վարդանյանը, որը գնաց Սահմանադրական դատարան, Մարդու իրավունքների հանձնաժողովը, որի նախագահն է Ռուստամ Բաքոյանը, հա, իրականում ես եմ այս ամեն ինչը անում, իրանք պարգևավճարներ են ստանում։ Ես ամենևին պարգևավճարի կարոտել չեմ, հա։ Ես խոսամ կրթության հանձնաժողովի, որը ամեն մեկը պետք է լիներ ամրոց այս խնդիրների բարձրաձայնը։ Ես ուզում եմ մեր հանդեսատեսը լսի։ Ինչպես են ընտրվում այդ անդամները, ոչ, այդ հանձնաժողովի անդամները։ Հա, հերթով գնում եմ, ասելիք շատ կա։ Նախ ասեմ, ազգային ժողովում, որ օրենք է ընդունում կրթության մասին, այդ հերոսներն են։ Ճակերտի մեջ թե առանց, թող որոշի մեր հանդիսատեսը։ Սիսակ Գաբրելյան, ԿՊ, Ղազարյան Թակուի, քաղաքացիական պայմանագիր։ Ազարյան Ջուլետա քաղաքացիական պայմանագիր, որը կարծեմ, չգիտեմ, բարձրագույն ուներ թե չէ։ Դե բարձրագույն ունենալը հիմա պարտադիր չէ պատգամավորի, օրենսդիրի համար, բանոց։ Բաբայան Նարեկ, Գալստյան Լիլիթ, Հայաստան Դաշինք, Գրիգորյան Մարտուն, պատիվ ունեմ, Խերանյան Արմինե, Հայաստան Դաշինք, Հասանով կնյազ, որը գիտեք, այլազգի է,
քաղաքացիական պայմանագիր։ Ամենևին երեխաների եւ կրթության իրավունքներին ինքն չի անդրադառնում։ Գտնվելով այս հանձնաժողովի մեջ։ Միգուցե մտներ մարդու իրավունքի հանձնաժողովի մեջ, ոնց որ օրինակ Ռուստամ Բաքոյանը։ Եվ վերջինը նոր ներմուծված ասելով նոր падգամավոր Ղազարյան Արմինոյի, որի ցանկացածի հետ ես հանդիպել եմ, առաջադրանքները տվել եմ։ Եվ ամենահետաքրքիրը, որ այս падգամավորները ոչ միայն գործող իշխանական թևից են, այլև օպոզիցիայից։ Չէ, տեսեք, ես եմ հասկանալ, այդ խումբը ով է կազմում։ Այդ խումբը կազմվում է 20N որոշման համաձայն ԿԳՄՍ-ի եւ կզնակի միջոցով է դա կատարվում։ Իսկ միգուցե հենց այդ սկզբնաղբյուրն է սխալ, որ պետք է։ Այո։ Եվ ես հիշում եմ, իհարկե Թումանյանը հանելով մեր դասագրքերից, Թումանյանը ունի մի հրաշալի պատկեր իր պատմության շարքերում, օրինակ Չարի վերջը, Քաչնազար, օրինակ Աբու Հասանի մաշիկներ, այստեղ հիշեցնում է Աբու Հասանի մաշիկները։ Այսինքն կրթության նախարարությունը, երբ որ այս հարցը ես շոշափել եմ, ասում եմ ես անմեղ եմ։ Մաշիկներն են մեղավոր, տվյալ դեպքում մրցույթային հանձնաժողովը։ Մրցույթային հանձնաժողովը ով է նշանակում։ Ես անմեղ եմ, կզնակն է նշանակում, կրթության ինչ որ զարգացման ոբշեն, բացում է այս բային չասեմ, կարող է սխալվեմ, հա։ Եվ որպես լուծում ես առաջնահերթ այս խնդրով արդեն դիմել եմ, նաև դիմելով այն մարմիններին, որոնք կարան այդ խնդիրները լուծել, որպես բարի կամքի դրսևորում ես կասեմ դրա մասին, մարդու իրավունքի պաշտպանի աշխատակազմին, UNICEF-ի հայաստանյան գրասենյակը կարող է այս հարցը լուծի, World Vision Հայաստան, երեխաների պաշտպանության մեծագույն ծրագրերի իրականացնող Հայաստանում, ներքին, հա, 4-րդ Հայաստանի երիտասարդական իրավաբանական ասոցիացիա, UNESCO կրթական գիտական մշակութային կազմակերպություն, որը խոշորագույնն է, հա, միետ մարդու իրավունքների եվրոպական դատարան, Save Children, այսինքն փրկեք ձեր երեխաներին, տվյալ դեպքում պետք է փրկել կազմակերպությանը, միջազգային խոշորագույն ՀԿ երեխաների իրավունքների համար, Human Rights Watch, մարդու իրավունքների դիտարկում եւ պաշտպանություն, Amnesty International, UNICEF, Եվրոպական խորհուրդ աջակցության բոլոր մարդկանց, որոնք ունեն բարի կամք, ոնց կասեն դասականը։ Եւ օգտվելով առիթից թույլ տվեք մի բաց նամակ շատ կարճ հակիրճ, բաց նամակ, սա արդեն արտաժամյան։ Բաց նամակ մարդու իրավունքի պաշտպանին եւ հանրությանը։ Դիմում եմ մարդու իրավունքի պաշտպանությանը։ Բանց պարզվում է, որ դատական լուծումները, որ ես առաջարկել եմ, մարդու իրավունքի պաշտպանը հրաժարվեց այն ժամանակ, երբ որ հասկացավ ես դիմել եմ դատարան։ Իսկ համաձայն օրենսգրքի, եթե դիմում ես դատարան, մարդու իրավունքները ձեռները քաշում է։ Իրականում իմ երեխայի իրավունքներն է կամ հայ երեխաների իրավունքները եւ չի սահմանափակվում մեկ գործող դատական process-ով կամ տվյալ դեպքում երկուս, եւ մարդու իրավունքի պաշտպանը պետք է շարունակական գործընթաց սկսել այս առումով եւ դրա համար ես դիմում եմ նաեւ հանրությանը, հարգելիներս 100,000 երեխաների, իրականում 400,000 երեխաների մասին է խոսքը, եթե 3-ից 7 տարի մնա այս բոլոր դասագրքերը, 2-րդ, 5-րդ, 7-րդ, պատկերացնում եք ինչ շարք է գնում, մոտ 400,000 երեխաները ունեն մոտ 1 միլիոն ծնողներ, 1 միլիոն տատիկներ, պապիկներ, շարունակում եմ։ Ես հանրային ազդար իրավապաշտպան նախագահ հանդիսանալով, թե ծնող որպես իրավապաշտպան, թե որպես մանկավարժ, թե որպես իրավապաշտպան, արդեն 3 տարի պայքարում եմ հանրակրթության դպրոցների 2-րդ, 3-րդ, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ դասարանների դասագրքերում արկա գիտական, մեթոդական զանգվածային խոտանի դեմ։ Այսօր ես կանգնած եմ ինքս բոլորի պայքարի մասով մի իրավիճակի առաջ, որը բնորոշվում է մեր պետական ինստիտուտների ճգնաժամը, հարգելի Վարդուհի։ Վարչական մարմնի անգործությունը 3 տարվա բանակցությունները ու ապացույցները չբերեցին արդյունքի, ես զեկույց եմ տալի,
տեսեք, իմ իրավապաշտպան կազմակերպությունը կոչվում է հանրային ազդարար։ Ես ազդարարում եմ հանրությանը։ Սխալները ոչ միայն մեծ մասամբ շտկվեցին, այլև շարունակական բնույթ ստացան, տեղափոխվելով հաջորդ դասարանների վրա, երրորդ դասարանի մայրենի, 8-րդ դասարանի ՆԶՊ եւ պատմություն, ՄԻՊ-ի հրաժարումը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը սկզբում թերանալով, իսկ այժմ պաշտոնապես հրաժարվել է զբաղվել մոտ 100,000 կամ 400,000 երեխաների շահերով։ Ես պնդում եմ, ես ասեմ, որ մշտապես ուզեցել եմ արձանագրությունը, որ չի ուզում, նաև դիմում եմ ուղարկել 3, դու տեղեկանք, որ դու չես զբաղվելու։ Հրաժարվի եւ համապատասխան միջազգային ատյանները վերը նշված, որոնց արդեն ուղղել եմ կոչը նաեւ անգլերենով, որ մեր մոտ հնարավոր չի։ Մենակ չեմ դիմել Վարդուհի ջան, Հռոմի Պապին, Ալիևին, մեկ էլ Էրդողանին։ Երևի ճիշտ կլներ նաեւ իրենց դիմեի։ Հռոմի Պապը թող ինձ ների, որ այդ շարքում եմ դնում։ ՄԻՊ-ի հրաժարումը մարդու երեխաների Ուրեմն ՄԻՊ-ի հրաժարումը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը սկզբում թերացել է զբաղվել երեխաների շահերով, պատճառաբանելով, թե բա ես որպես ծնող դիմել եմ դատարան։ Ես եմ դիմել, ուրիշ ծնողները խոմ չեն դիմել, կամ դիմել են, իրականում կա 3 հատ դատական գործ, մեկը 2 մանկավարժեն դիմել պատմության, մեկը Արա Զորաբյանը, մյուսը ես եմ կրկնակի հայցապահանջ ունեմ։ Սա իրավական աբսուրդ է, հարգելիներս։ Ընթացակարգային կոալիզիա, որը ձևակերպվել է մեր իսկ տգիտության արդյունքում իրավաբանական, քանի որ ստացվում է, որ մեկ քաղաքացու արդարության ձգտումը պետք է պատրվակ դառնա պետական պաշտպանության մեխանիզմների կատվածահար լինելու համար։ Սա նաև իրավաբանական ծողակ է, երբ որ պնդվեց, որ ես կարող եմ որպես իրավապաշտպան դիմեմ, ես դիմեցի որպես իրավապաշտպան, ասին չէ, դու որպես իրավապաշտպան չես կարող դիմել անպատասխան։ Դատական համակարգի պատասխանատվությունը ստեղ շատ մեծ է, դուք նշեցիք, որ անպատիժ է։ Այսօր վարչական դատարանը մնացել է վերջին ատյան, որը այս հարցը կարող է լուծի, բայց մենք տեսանք այս դատական նիստում, դատավորը կարող էր ex officio իր լիազորությունների ներքո այս հարցը լուծեր, չուզեց, այսինքն ֆորմալ արդարադատություն ունենք, որը չի նպաստում արդարադատությանը։ Եթե դատարանը նույնպես որդեգրի ֆորմալիստական մոտեցում եւ փորձի շրջանցել հարցի բովանդակությանը, լինելու է եւս մեկ դատական նիստ 20 օրից պատրաստվել եմ եւ պատրաստվելու եմ եւ նաեւ դիմում եմ մեր հանրությանը Նաև ստորև կլինի իմ մեյլը, ովքեր կաջակցեն ինձ իրավաբանական առումով, միգուցե ֆինանսական առումով, չէ որ մեր ֆինանսական աջակցությունը չի սկսվում եւ վերջանում, եթե մարդը գտնվում առողջական վատ վիճակով, հա, երեխան հիվանդ է, այլև երեխաներին է վերաբերվում, ոչ միայն մեկ երեխաների, 400,000-ի։ Ես ավարտում եմ ապա փորձի շրջանցել հարցի բովանդակությունը, ապա Հայաստանում պաշտոնապես կդադարի գործել կրթության իրավունքի պաշտպանություն։ Ես ավարտեցի, նաև ունեմ բաց նամակ Ժաննա Անդրեասյանին, մեր ծրագրի սուղ լինելու պատճառով, ես այն չեմ ընթերցի, դա կհրապարակվի մեր հանրային ազդարարի Facebook-յան էջերին։ Պարզապես տեսեք, մենք խոսեցինք, խնդիրները շատ էին ու քննարկեցինք, մեզ պակասում է համերաշխաբար իրար լսել ու գիտակցել, որ սխալ են գործել ու ետ կանգնել այն որոշումներից կամ ետ կանչել ու փորձել բանակցել, գտնել լավագույն շահը թե հանրության, թե երեխաների։ Իհարկե մեզ պակասում է հիմնական գործոններից մեկը այն համերաշխությունն է, որը պետք է գործեր պետական կառավարման լիազոր մարմինների եւ ազգի բնակչության ծնողների երեխաների միջեւ։ Բացակայում է համերաշխությունն է բացակայում մեր մոտ։ Իրականում ակունքային արմատական խնդիրը հենց ձեր նշված համերաշխությունն է։ Ես ուզում եմ նաեւ նշեմ իմ գործընկեր տարիքով անց
անունը չեմ տալիս, որովհետև այս բային դա որպես ավակ ընկեր ասում եմ մի եղեք ինչ է հայրենասիրությունը հայրենասիրությունը դա առաջին հերթին հայասիրությունն է եթե մեկը հայ չսիրի եթե սիրի իր ամբիցիաները չսիրի ամերաշխություն ոչ միայն այլ խաղաղության տեսակետից չէ դրա մասին չեմ խոսում չեմ քաղաքականացնում բայց քաղաքական այս մոտեցումը այսքանը Բարի իսկ դուք հարգելի հետևորդներ ես էլ եմ շնորհակալ հետևեք մեզ երբեմն մեզ պակասում է իրար լսելը որովհետև յուրաքանչյուր խնդիր նույնիսկ հիմնական խնդիրներ որոնք մեծ հիմքեր ունեն նաև լուծումներ եկեք իրար լսենք փորձենք համերաշխաբար մեկ միասնական բռունցք դառնալով կառուցենք մեր իսկ պատկերացրած հզոր ու արմատական հայրենիքը